մակարոն, նրբերշիկ, ծավարեղեն, սուրճ, ծետ, հագուստ եւ այլն։ Այս ամենը նախատեսված է անօթևանների համար։ Ամերիկյան Flex ծրագրի հայ շրջանավարտները որոշել են սննդի համաշխարհային օրը բարի գործ կատարել, օգնելով 100 անօթևանների, որոնք բնակվում են Hans Christian Coffee բարեգործական հիմնադրամի կացարանում։ Մենք կապնվեցինք Hans Christian Coffee բարեգործական հիմնադրամի հետ, որը Հայաստանում ունի անօթևանների կացարան, եւ պայմանավորվեցինք սնունդ եւ շորեր բերել կազմակերպության համար։ Մյուս միտքն առաջացավ հենց Flex շրջանավարտները օգնեն սնունդը պատրաստել եւ ընտրել անօթևանների հետ։ Հայտարարությունից հետո շրջանավարտները հավաքել էին անհրաժեշտ սնունդն ու հագուստը։ Այսօր որոշել ենք անօթևանների համար նախապատրաստենք աղցան ու որոշել ենք վերմիշել անենք սպագետի ու դրա համար Սուրենը հիմա պատրաստում է դրա սոուսը, իսկ ես փորձում եմ աղցանի համար ձուն կտրատել։ Ընդհանրապես շատ հետաքրքիր է անցնում ժամանակը, երբեք սենց բան ես չէի արել ու ինձ թվում է Սուրենը ու Էլենն էլ այսպիսի բան չէին կարել։ Դանիական Hans Christian Coffee բարեգործական հիմնադրամի կացարանը այսօր Հայաստանում գործող անօթևանների միակ կացարանն է։ Հիմնադրամը սկսել է անօթևանների խնդրով զբաղվել 2004 թվականից։ Ամեն օր շրջել է միկրոավտոբուսներով սնունդ եւ հագուստ մատակարարել, իսկ կացարանը ստեղծել է 2011 թվականին։ Պետությունը ուներ կացարան 4-րդ գյուղում, դա սոցիալ-նախարարության ենթակայության անօթևանների կենտրոն էր, որտեղ ունեին 60 տեղ, որը որ չէր բավականացնում պետությանը, իսկ մենք ունեինք հնարավորություն եւ փորձառություն դանիական մարդկանց աջակցելու փողոցներում եւ որոշեցինք պահել։ Ի տարբերություն պետական ծրագրի, որ անօթևաններին պահում էր միայն 2 ամիս, այս կացանում կիրառվեց դանիական մոդելը։ Դա նա էր, որ մարդու հարցերը մինչև չլուծեինք, նրան փողոց նորից չնետեինք, որ նա լիներ նույն կարգավիճակում։ Եվ պետական կառույցները իմ կարծիքով տեսան մեր աշխատանքի որակը եւ 2017 թվականի հունվարի 1-ից 4-րդ գյուղը անօթևանների կենտրոնը 4-րդ գյուղի միացվեց մեզ եւ մենք հիմա պահում ենք 100 հոգի։ Շավարժ Խաչատրյանը ասում է, որ անօթևաններին գտնում են շրջայցերի ահազանգերի հիման վրա, գիտեն նրանց բոլոր հավաքատեղիները եւ շրջելով հավաքագրում ու տեղափոխում են իրենց մոտ։ Նրանց ուղղորդում ենք սկզբից առողջապահական խնդիրները բարձրելով, որպեսզի չլինեն վարակակիրներ, որտեղ մեզ մոտ բնակվում են 100 անօթևաններ, բարձրելով դրանից հետո մենք ընդունում ենք իրենց եւ զբաղվում ենք նրանց այն հարցերով, որոնց պատճառով նրանք հայտնվել են փողոցում։ Կացարանը այսօր ունի 23 աշխատող։ Խաչատրյանն ասում է, որ չնայած ցածր աշխատավարձին, բոլոր աշխատողները պատվով կատարում են իրենց աշխատանքը։ Բացի բժշկական օգնություն եւ տանիք տալուց, կացանում զբաղվում են նաեւ անօթևանների համար համապատասխան փաստաթղթեր ձևակերպելու գործով։ Տրամադրում են անձնագիր, առողջական խնդիր ունեցողներին կարգ եւ այլն։ Եթե մարդը ունի հաշմանդամության խումբ, ապա գործերը պատրաստում ենք եւ աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայություն ենք ներկայացնում, որից հետո նրանց պետությունը վերցնում իր խնամքի տակ, Գյումրի կամ Վանաձորի խնամքի կենտրոնում պահում է մինչեւ 63 տարեկան, այնտեղից հետո արդեն ծերանոց։ Պետությունը կացանը ապահովում է սննդով, աշխատողների աշխատավարձով եւ էլեկտրաէներգիայի ծախսը հոգալով։ Մնացած բոլոր տնտեսական եւ սոցիալական խնդիրները լուծում է դոնոր ընկերությունը։ Խաչատրյանի խոսքով հիմնական դժվարությունները ծագում են հոգեկան խանգարում ունեցող անօթևանների հետ։ Ասում է, որ այժմ 27-ից 30 հոգեկան խնդիր ունեցող անօթևան ունեն, իսկ պետությունը չունի համապատասխան հաստատություն նրանց տեղափոխելու համար։ Հաջորդ խնդիրը խմիչքից կախվածությունն է։ Կացանում արգելվում է խմիչք օգտագործել։ Մարդիկ կան, որոնք գերադասում են մնան փողոցում, սառչեն եւ անցյալ տարի ձմռանը եղավ նման դեպքեր։ Մոտ 13 հոգու ոտքերը ամպուտացրեցին, ձմռանը մնացել էին դրսում, ցրտահարվել էին, այսինքն այդպիսի մարդիկ գերադասում են չգալ նման կացարանում անօթևանների կենտրոնում մնալ, որովհետեւ նրանք սովոր են փողոցում մնալ եւ խմել անընդհատ։ Կացանի դռները մշտապես բաց են։
Բնակիչները կարող են դուրս գալ, զբաղվել իրենց գործերով եւ ցանկացած պահի վերադառնալ։ Շավարժ Խաչատրյանն ասում է, որ իրենց գերխնդիրը մնում է բոլոր անօթևաններին ընտանիքի հետ հաշտեցնելը։ Ասում է, որ շատերը ունեն մի քանի զավակ, սակայն հիմնականում սոցիալական տարաձայնությունների հետևանքով հայտնվել են փողոցում։ Յուրաքանչյուր անօթևան իր կյանքի բարդ ճանապարհն է անցել։ Նրանցից ոչ ոք չցանկացավ վերհիշել փողոցում հայտնվելու ցավոտ պատմությունը։